Ողջույն իմ քաղցրերին, ես ուզեցի ձեզ հետ միասին սկսել մեր նոր վլոգը և նոր վլոգը սկսենք մի փոքր մեր գնումները նայելուց կարելի ասել կիսամանորյա գնումներ նախ օրենը ինձ մոտ շոկոլադներ ա բերել, որը ես բերել էի պառերի մոտ, սուսակցի հալվել, վայ, եկա Պենցելա քենդի այս շրոկ կոնֆետներից, որը ես շատ եմ սիրում, իսկ սկզբանե որոշել եմ, որ այս տարի ամանորը ես դրանցից ինձ առնելու եմ։ Պենցելա, դե ասոցի ենք էլի, ամեն ինչից մի քիչ այս բաներից, ստորենիներից, տարբեր գույները։ Այս կոնֆետներն էլ եմ ես սիրում, սպասեք սենց ցույց տամ, այս նրանց մասին է, էլի տարբեր համերը, գիտեք ինչ ամեն ինչ ձեռքից սեզում, ստապում եմ, որ գրինչ Դավիթը չգա ու այս ամեն ինչը թրցնի։ Հեկելա կոլայի բաժակով խորիկի բաժակին ա խփում, սենց զանը ասում եմ ես քեզ։ Դու էլի առանց չես Դա չէ, դե չղով։ Ստեղ ես շոկոլադներից, հա ես իրան տվել եմ էլի արդեն նենցա, որ այս սրանք են։ Այս տիպի շոկոլադներ են, հենց այս մի ընդհանուր ամանի մեջ, սրանք ինչ-որ ալհայ բաներ են, խորը դու ես ուտելու սրանք։ Ուզեքսկի է։ Որտեղ ես անվանությունները հիմնական չեմ ուտում, հա, բայց լավ ֆիրմա է այրում, այս են, կա էլի էր նույն ֆիրմայի այս օրենի։ Բայց սիգարնիկներն է ռուսական ֆիրմա է, հա, գիտեմ։ դա նես չի, որ հայտնի է։ Չէ, ես սիրում եմ, ինձ ծանոթ է նկատում եմ։ Կփորձեմ, եթե դուրս գա, բայց ինձ հիմա չկա։ Այս սուֆլեները խորերից սիրած։ Դե իսում էլի կառնենք մի երկու բան, բայց ահագին կոնֆետ եղավ։ Բերել ա մի քիչ սուջուխներ, որոնք կդնենք պահելու, որտեղ արդեն կարող ենք դա մեզ թույլ տալ։ Սա սուշից հետ ա բերել։ Սրանք ևս առօրյային համար, պանիրներ, Heinz ֆիրմայի դավս կխփես, հեսա կընկլի մայոնեզ, նոր տարվա համար, բլաս, երեխեքի սիրած յութերից, դավը ցույց ա տալիս կոլա, 3 շիշ կոլա է բերել խոյնը, որտեղ մեր ունեցած ամանորյա զապասի կոլաները մենք խմել ենք, դրա համար էլի ա բերել, և բերել ա իշ մեծ չափի բանը։ Կոֆե։ Այո, ես չիպս եմ ուտում, այո, որովհետև հենց նոր ավարտեցի օնլայն առաջին դասս, մեզ մոտ կարելի ասել պրեզենտացիայի պես մի բաներ, սլայդ շոուներ պիտի պատրաստենք, ու ես կիսվում էի, այսինքն երեխեքը իրանց սլայդները պատմում էին, ես թերթում էի, պատասխանատու գործի վրա էլի, պատկերացեք հոգնեցի, ես որոշել եմ, բայց որ չորեքշաբթի եմ պատասխանելու, ես եմ ընտրել դա, որ տետա-տետ անեմ, ճիշտ է կարդալու հնարավորություն չեմ ունենալու, օնլայն դու կարում ես տենց բաներ անես, ես ուզում եմ պաչիսնակու պատմել, ինքը դժվար թեմա է շատ, բայց չգիտեմ, ռուսների դասը խոսեցամ, աննկակ ստիգդա վլիդիրըխ, որովհետև ձևը չեն գտնում երեխեքը ոնց մտնեն, որ կլիկ անեն, էկրանով կիսվեն, որ այնտեղ երևա պրեզենտացիա, միշտ այդ պահերից ծիծաղս գալիս է, դե մեր խմբի ավակն եմ ես, ոբշեմ, շատ եմ հավանում է ռուսերենի դասախոսին, շատ հավես անցնում դասերը, կարոչի չորեքշաբթի իմ հերթ կլինի, ես ցույց կտամ իմ արած աշխատանքը, լարվում եմ մի քիչ, որտեղ շոտոկի պատասխանատու բան է, բայց հուսանք կստացվի։ Ես ու դավս տան մերակ ենք, արտաշեսս դասի է, պապան քնած է, դավս խելոք իր համար նստեց, ես հանգիստ պարապեցի դասս։ Չեք պատկերացնի, թե ինչ տհաճ եղանակ է, բայց ես տիպված դուրս եմ եկել, որտեղ այդ վերիսից այնպիսի բաներ են հասել, որոնք խորենին է վերաբերում ամանորին, ինքը չի կարա վերցնի, ստիպված ես կարամ վերցնեմ, ես պիտի գնամ, հիմա կասեք այդ հողերին վաղն էլ անձրևոտ, իսկ այդ նվերներինքից կա այնպիսի բան, որը ինձ պետք է անպայման, հոլովակ նկարելու համար, առջևում տեսնում եմ լիքը շուն, ջանս յուղ եմ ու անցնում։
Շատ ուժեղ մառախուղ է, ուզեցի կադրով ցույց տամ, բայց կադրը չի փոխանցում։ Իհարկե ես արդեն կասկածում եմ որն է մառախուղ, որը կեղտ, բայց քանի որ անձրև է եկել, կամ օդը այնքան կեղտոտ է, որ անձրևն էլ է կեղտոտ եկել, օդը չի մաքրվել, կամ էլ սա այնուամենայնիվ ավելի նման է մշուշի մառախուղի։ Վերցրեցի իմ պատվերները, բարեբախտաբար կարծես թե ամեն ինչ օքեյ է, տանը մի հատ էլ գնայեմ, բայց այսպես նայելով բան չտեսա։ Երեխեքի համար պատվել են ֆիգուրկաներ, նավագոտնի, որ ներկեն իրենք։ Ներկերը բանը հետնա, ֆիգուրկանից մեկը ձմեր պապիկա, մյուսը արջուկա, որի հետ կա նաև հող, գրունտ և սերմ, որ հետո հետեղից բույս է աճել, դա էլ Արտաշեցի համար են վերցրել։ Կարծում եմ կհետաքրքրի, երեխեքին ծանր օդ է, դուք չեք պատկերացնի, դուրս գամ մաքուր օդ շնչեմ արտահայտությունը Երևանի համար հարդիական չիմշուն չկտրվում է, անընդհատ կամ ծխի, կամ վառածի, կամ ծանր ինչ-որ հոտեր, ուժեղ գլխացավ ասկսեմ ուտես։ Ու սա չափազանցություն չի, սա դրամատիզացում չի, սա ռեալ իրականությունն է։ Գանձերս էստեղ նստել են, իրենց համար աշխատանք են կատարում, շատ սենց ոգևորված են, Արտաշեսը արջուկն է ներկում, Դավը Դեդ Մառոզն է ներկում, հուսանք որ սիրուն ներկեք, որ ռեզուլտատը պահելու ենք ու տենց դնենք յոլկայի տակ երեխեք։ Այստեղ օրինակ ունեն, թե ոնց պիտի լինի, պահում են մոտները, որ հետո այստեղ պիտի ցանենք սերմեր, ապրեն իմ տղաները։ Մինչև տղուկներս նկարում են, պապան մեզ բերել է լամաջո և թան, այստեղ կտրատած կիտրոնը, երեխեքը սենց մեծ վայելքի մեջ են, իդեպ երեխեք արտիկունները կթողնեմ նկարագրության բաժնում, դուք էլ կարող եք ձեր ճուտիկներին պատվիրել, շատ հավես բան էին, չգիտեմ, հատկապես են, որ մեջը կարող են սերմ ցանել, մի խոսքով նկատի ունեցեք, կթողնեմ, որ իմանանք դուք էլ պատվիրեք։ Իսկ մենք հիմա արդեն բերանս թքարտադրությունս ակտիվացավ, սոված մեռնում եմ, նստենք մի բան ուտենք։ Իսկ մենք արդեն նստենք մի բան ուտենք, որ թքարտադրությունը ակտիվանում է, հատկապես կիտրոնի տեսքից, так что սոված ենք բոլորս։ Պապան առել է հավես փուչիկները, Դեդ Մառոզը պապան ինձ է նվիրել, բաբշետը։ Դեդ Մառոզ։ Օկրաշի։ Դեդ Մառոզը սակե դվել է տարես։ Չի բերես տա։ Ո՞րը քես խլում։ Կբերի, դավս, կբերի, մի սպառնա երեխա։ Էս շատիկա։ Оттуда выходит воздух. Чтобы вот так делать, а потом Что? Ոսխանը կգնա։ Հա, որ բացես օդը կգնա։ Հա, ուղղակի դες։ Դավայ, այդտասես։ Թեթեթա։ Հատվերեն։ Արտաշը սաղ շալվարիդ վրա ներկես, այս սպիտակ ներկակս է շալվարի, տպաչա ժավելը գույնը տարել է։ Մեզ մոտ նոր օր է, նայեք, այս բաժակս 2 հատ ունեի սրանից, իվենտներից մեկի ժամանակ էի նվեր ստացել, տարեն դրել էի սերվանտի մեջ, հետո ջղայնաց ասում եմ մարդ, մեր մամաներին էինք ասում, բայց նույն բանն էլ դու ես հա անում, երկուսն էլ հանեցի, մեկով ամուսնյակիս եմ կոֆե դրել, հեսա արտնասնում եմ, մեկով ինձ, բուկվալնը մի 20 րոպեից օնլայն դասս, հա, սրա մշացումի դասեք, մի քիչ բրճոկումներ եմ անել այսօր առավոտյան, օնլայն դասս է, այնտեղ ճաշ եմ տաքացնում Դավիս համար, գիշերը տենց բան էի ֆարշով, տոմատի սոուսով բան էի սարքել, միս, այսօր առավոտ Արտաշեսին ճանապարհելիս, չէր լուսացել, այն որ 8-ին դուրս է գալիս Արտաշեսը արդեն լույս է, չէր լուսացել, մառախուղ, մութ, վախենալու, մի հատ կաշված, մի ժամախորենին եմ ձեր տալիս, բատոնչիկս է բերում, մի ժամախորեն եմ ձեն տալիս, որտեղ օնլայն դասեմ, ստեղ մազես պուչոկ եմ արել, մի քիչ խառնա, բայց ներեցեք ինձ, հա, այսօր պիտի մազերս լվամ, կարգի բերեմ։ Դրա չի ակնամես խորենը, հիմա ես դասի եմ, չգիտեմ։ Ակնանալին կապ ունի իմ դասի հետ, տեղերը պիտի հավաքեմ, տեղերի վրա նստած եմ դասին միանում, հարմար եմ, համ չէ եմ որ մահճակալի վրա եմ, համ էլ ինձ կամֆորտ է, էլի, խոհանոցում չեմ կամ որտեղ Դավը խանգարում է, սենց ասեմ, Դավի հետ ես կապում եմ դաս անեմ, ինձ ավելի դժվար երբ որ երկուսն են տանում, այդ ժամանակ խանգարում են, Чуть-чуть и папа телефон хочет, тот кончик. И еще телевизор моя.
Հեսա տելևիզորը պապային արտնացրու, տելևիզորը պուլտը պապան պահում, որ չվարի չտակ։ Մի երկու պուլտ փչացել են, այս մի պուլտը խորին չի տալիս իրանց։ Պապ վերկաց, ինձ պետք է իմ ուզած կդնես։ Ինձ գարքի բերեմ եղումն է սարսափելի, որ գործմորց եմ արես սա կուտիկուլաներ, բան պետք է սա գարքի բերել, վարսեր, մարսեր, մատ դեմքի դիման կանեմ այսօր երևի, բայց մինչ այդ 10 րոպեից դասի եմ։ Ամենա անհարմար դիրքով դրած կադրով, եկա ասեցի, ես այդ միասին մի հատ դեմքի խնամ կանեմ, հենց նոր եմ լոգանք ընդունել, մի անձրև, մի տհաճ եղանակ, մի ուղակի սարսափ, բանը, որ ոչինչ չես ուզում անել, բայց դե անելիքներ կան, որ պիտի անես, այդ թվում և լոգանքը, բնականաբար ուզես չուզես, պիտի արվի։ Հիմա հունքերիս մշակմամբ կզբաղվեմ, շուրթերս կփափկացնեմ, մարմնի կրեմ և այլն, հյուր ունեմ հեսակական խորենի հետ և արդեն կանցնեմ իմ երեկոյան պարտականությունների, վաղը դասի օրա ինձ մոտ, ֆու, մազերս լծվեցին բերանես, մազերս երևի թե կհյուսեմ, որովհետև ականջներս էլ եմ խոնավեցնում ես, որ չթեփոտեն, որովհետև վաղը այսպես եթե անձրևային եղանակ եղավ, դրսում իմ ֆենած մազերից բան չի մնալու, հետևաբար ավելի լավ է խոճուճացնեմ, որ գոնե ինչ-որ տեսք պահպանվի, իմ տող եմ շրթունքներս կարգի բերում, իդեպ պիտի լվամ սրանք չմոռանամ, մանիկյուր ունեմ անելու, պիդիկյուր, Всё, հիմա հունքերովս կզբաղվեմ երեխեք ջան, մինչև այդ թող մազերս մի քիչ քամվեն, որ հեշտ լինի կատարել պրոցեդուրաները, իդեպ երեխեք այս անգամվա վլոգը կարճ է լինելու, բայց ուզում եմ հիմա ձեզ համար մոնտաժ եմ տեղադրեմ, որովհետև վաղը շատ հոգնած եմ գալու, միգուցե վաղն էլ մնա, հետևաբար ավելի լավ է փոքրիկ վլոգ ձեզ պատրաստեմ ու ներկայացնեմ, բայց գոնե ինչ-որ մի բան ներկայացնեմ, քան ոչինչ չանեմ, իդեպ սա պատն է, դուռը չի այսպես, չգիտեմ ոնց դնեմ, որ շատ պատը ձեզ չերևա, մի խոսքով գանձուկները շնորհակալ եմ շատ, որ դիտեցիք մեր հերթական վիդեոն, հերթական վլոգը, ես շատ հուսով եմ, որ այդ վլոգը ձեզ ինչ-որ առումով կտրեց առօրյա հոգսերից, դե իսկ մենք արդեն կհանդիպենք մեր հաջորդ վլոգի շրջանակներում, բոլորիդ սիրում եմ, պաչիկներ եմ անում, խաղաղ մնացեք, մինչ նոր հանդիպում, պակա-պակա։